Այրեցին Երևան քաղաքի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող ավտոմեքենան, որը կայանված էր անմիջապես տան կողքը եւ եթե Աստված մի արած թե չհասցնեին մարել կրակը եւ տեղ ունենալ մեծ պայթյուն, ապա մարդկային ողբերգությունն անխուսափելի էր լինելու։ Բանն այն է, որ ավտոմեքենան կայանված էր Ստեփանյանի սեփական տանը շատ մոտ երեխաների սենյակի հարևանությամբ։ Թե ինչ ապրումներ են ունեցել երեխաները, դժվար է բառերով փոխանցել։ Նման հանցագործությունները դատապարտելի են, բայց կա մի առանձնահատկություն։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած դեպքի, երբ աղմուկը մեծ էր, այս անգամ զարմանալիորեն լռություն է տիրում քաղաքական դաշտում։ Իշխանության ներկայացուցիչը բավարարվեց հերթապահ հայտարարությամբ եւ թեմային այլևս չանդրադարձավ։ Դեպքի հետ կապված կա կալանավորված անձ, բայց դեռ չկա կազմակերպողների վերաբերյալ որևէ տեղեկություն, այնինչ օր առաջ պետք է բացահայտել հենց կազմակերպիչներին ու հրահրողներին, որպեսզի պարզ դառնա հանցագործության մոտիվացիան։ Սակայն դեռ նորություն չունենք, ինչն էլ հիմք է տալիս կասկածելու, որ պարզապես բացահայտելու ցանկությունը մեծ չէ։ Գևորգ Ստեփանյանն անձնական տիրույթում թշնամիներ չունի, հետևաբար տեղ ունեցածը նրա հանրային գործունեությամբ է պայմանավորված, Մայր Հայաստանն արդեն իսկ տարածել է հայտարարություն, համաձայն որի այս հանցագործությունը գնահատում է որպես քաղաքական ահաբեկչություն, որը փորձ է արվում սահմանափակել օրվա իշխանություններին ուղղված բովանդակային քննադատությունը եւ ստեղծել վախի մթնոլորտ։